Հանրապետության գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց, որ քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների սոցցանցերի մուտքի հնարավոր սահմանափակումը։ Նպատակն է ապահովել երեխաների անվտանգ միջավայրը համացանցում և օգնել նվազեցնել հնարավոր հոգեբանական ռիսկերը։ Այսօր դժվար է պատկերացնել առօրյան առանց սոցցանցերի։ Դրանք դարձել են ժամանակակից կյանքի անբաժան մասը, սակայն դրանց ազդեցությունը երկակի է, ունենալով ինչպես դրական, այնպես էլ բացասական հետևանքներ։ Գյումրու թիվ 10 հիմնական դպրոցի տնօրեն Լիաննա Վարդանյանի կարծիքով հնարավոր սահմանափակումները արդյունավետ կլինեն, եթե համագործակցություն լինի դպրոցի, ծնողների և աշակերտների միջև։ Նրա խոսքով ծնողներն ու ուսուցիչները պետք է պատրաստ լինեն վերահսկել երեխաների սոցցանցերի օգտագործումը։ Մինչև 16 տարեկան սոցցանցերի սահմանափակումը միայն դրական ազդեցություն կունենա, քանի որ երեխաները կարծես թե նույնիսկ կիբերբուլինգի են ենթարկվում, չգիտես ինչ ծանոթություններ են ձեռք բերում, որի արդյունքում ընդհուպ մինչև ֆիզիկական բռնության են հասնում, այնպես որ սահմանափակումները միայն դրական արդյունք կտան։ Դեռահասները բազմաթիվ խնդրի առաջ են կանգնել հենց սոցցանցերից սխալ օգտվելու պատճառով։ Քանի որ երկրորդ դասարանից արդեն մենք թվային գրագիտություն ենք անցնում, պարբերաբար եւ դասապրոցեսին, եւ լրացուցիչ սեմինարների եւ դասընթացների ընթացքում իհարկե մեդիա գրագիտության եւ անվտանգության, մեդիա անգրագիտության վերաբերյալ բազմաթիվ այսպես աշխատանք է տարվում։ Թեև սոցցանցերը դարձել են ժամանակակից կյանքի մաս, այնուամենայնիվ դպրոցականների մի մասի առօրյայում դրանք երկրորդական դերում են։ Ես օգտվում եմ TikTok-ից, WhatsApp-ից, Viber-ից, վիդեոներ նայում։ Ինչ դեն էս չթողնեմ, որ դու օգտվես շատ կտխրես։ Մայրիկս չթողնա։ Առանց սոցցանցերի նորմալ կապրեմ։ Ես չեմ օգտվի սոցցանցերից, դա չի կարելի իմ տարիքից։ Շատ քիչ ժամանակ եմ անցկացնում, օգտագործում եմ YouTube ու TikTok։ Իսկ ինչ նպատակով եք օգտագործում։ Վիդեոներ նայելու, լիցքաթափվելու։ Ուսուցիչները նշում են, որ երբեմն դեռահասները օգտվում են ոչ ճիշտ կայքերից, ինչը կարող է բացասաբար ազդել նրանց վարքագծի վրա։ Այդ պատճառով դպրոցներում փորձում են սահմանափակել դրանց օգտագործումը։ Եղել են նույնիսկ դեպքեր, երբ որ փորձել են դասի ընթացքում նկարել, սոցցանցերի միջոցով նկարներ են ուղարկել, նկարները բնականաբար գիտենք շատ կան տարբեր հարթակներ, որոնցով փոխում են նկարների անգամ դեմքերը, հագուստները եւ այլն, որը դարձնում է շատ մեծ խնդիր։ Նույնիսկ ունեցել ենք դեպքեր, երբ որ երեխաները այդպիսի դեպքերի միջով անցնելով կանգնել են մեծ փաստի առաջ, նույնիսկ հրաժարվել են դպրոց գալու, շփվելուց ընկերների հետ, նման դեպքեր ունեցել ենք։ Ու հատկապես նաև հաշվի առնելով այդ հանգամանքը փորձում ենք հնարավորինս սահմանափակել մուտքը հեռախոսների հատկապես դպրոց։ Հոգեբան Ելենա Հովհաննիսյանի խոսքով սոցցանցերի երկարատև օգտագործումը կարող է առաջացնել ֆիզիկական եւ հոգեբանական խնդիրներ, քնի ու սնվելու հետ կապված խնդիրներ, ինչպես նաեւ դեպրեսիվ վիճակներ։ Սոցիալական ցանցերը նաեւ ստեղծում են կատարյալ կյանքի պատրվակներ, որտեղ երեխաները, դեռահասները փորձում են համեմատվել կատարյալ կյանքի ցուցադրումներով, մյուսների ցուցադրումներով, հետևում են մյուսների ցուցադրումներին, հետևում են մոնտաժված հաջողություններին, ֆիլտրված դեմքերին եւ մարմիններին, որը առաջացնում է ինքնագնահատականի անկում եւ քանի որ սոցիալական ցանցը նաեւ հիմնված է հավանումների եւ գնահատականների վրա, ցանկացած բացասական հավանում կամ մերժում, առանց հավանելու բաց թողնել իրենց հրապարակումները, իրենց մոտ առաջացնում է ինքնագնահատականի անկում։ Գոյություն ունի FOMO երևույթ, որը հայերենով ավելի բացատրական նշանակում է կարևոր բան բաց թողնելու վախ։ Դեռահասները ունեն կարևոր բան բաց թողնելու վախ, երբ տեսնում են համացանցում իրենց հասակակիցները ունեն ինչ-որ հաջողություններ կամ ինչ-որ բան են անում, որտեղ ինքը չկա, կամ ինչ-որ տեղ են հայտնվել, որտեղ ինքը չկա, իրենց մոտ առաջանում է տագնապ։ Համացանցը ինչքան որ կարևոր է իր առատ ինֆորմացիայով, այդքան ունի ռիսկերից մեկը դեռահասների հուզական ինտելեկտի բնականոն զարգացման խաթարումն է եւ դեմ արդեմ, այսինքն կենդանի շփման հարաբերությունների դժվարությունները։
Մինչև 16 տարեկանների համար սոցցանցերի հնարավոր սահմանափակումների մասին հարցը դեռ քննարկման փուլում է, սակայն մասնագետները համակարծիք են մեկ հարցում՝ երեխաների անվտանգությունը թվային միջավայրում պետք է լինի առաջնային։ Սյուզաննա Խարատյան, Խան Հովհաննիսյան, այսօր։